Компании «Ташир». Все грани бизнеса. Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի 11 բնակիչ Սիբիրյան խոցի վարակագիր է, ինչ է կատարվել համայնքում։ Հանրապետությունում տեղած առաջին ձյունը ինչ խնդիրներ են առաջացել եւ արդյոք կա ցրտահարության վտանգ։ Մարզում կարտոֆիլի բերքահավաքը դեռևս ավարտված չէ։ Հանրապետությունում այսօր նշվում է գրադարանավարի օրը։ Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերը շարունակում է մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումը, բարև ձեզ։ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի 11 բնակիչ Սիբիրյան խոցի վարակագիր է, ինչ է կատարվել համայնքում, տեսանյութն է պատմում։ Տվյալ գյուղի պատասխանատու բժշկի կողմից հայտնաբերվել են Սիբիրախտով կասկածելի հիվանդներ, այսինքն դեռևս կասկածելի դեպքեր, շատ արագ ձևով կազմվել է օպերատիվ խումբը, առողջապահության տեսանկյունից եմ ասում դա, մեկնել ենք ինֆեկցիոնիստի հետ միասին, նաև էպիդեմիոլոգները, մեկնել ենք Պառնի առողջության կենտրոն, այնտեղից անմիջապես կազմակերպել ենք բոլոր կասկածվող հիվանդները, շուրջ 8 մարդ տեղափոխվել է Պառնի առողջության կենտրոնի ստացիոնար մասնաշենք, մեր մասնագետների կողմից հետազոտվել են, բոլոր տեսակի նմուշառումները վերցվել են, 2 հոգին այդտեղից ուղարկվել են Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց, նախորդ պայմանավորվելով Հանրապետության գլխավոր մասնագետի պարոն Ասոյանի հետ, այնտեղ նմուշառում եւ անալիզներ հանձնելու հետ համար, մնացածները տեղափոխվել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, Երևանի երկուսն են հետագայում արդեն հաջորդ օրը տեղափոխվել հիվանդանոց, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, այս պահի դրությամբ մեզ ունենք 11 հիվանդ։ Հարթագյուղ համայնքի բնակիչ Արթուր Խաչատրյանը Սիբիրյան խոց ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 11 հիվանդներից մեկն է, նա գյուղում հայտնի մորթանող է։ Իսկ ձեր ընտանիքում այդ մսի հետ դու վերցրել ես ինչ։ Ես վերցրել եմ, կինս շփվել անոնից կանաչս վրայեկա այդ երկից։ Հա։ Այդպես վերջ է։ Հա, այդ երկուսն են ընտանիքում, բայց գյուղացիների շրջանում կան կոնցային։ Եղավ։ Սիբիրյան խոց հիվանդությամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 9 հարթագյուղցի, եւս 2-ը բուժվում են տանը, նոր դեպքեր առայժմ չկան, հիվանդներն իրենց լավ են զգում։ Բոլորի մոտ մաշկային ձևն է հիվանդության, ընդհանուր երևույթները բացակայում են, ընդհանուր ինտոքսիկացիան, ջերմության բարձրացում չունեն ոչ մի հիվանդ, այդպես գնահատվում է որպես թեթև ընթացք բոլորի մոտ։ Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունում խոճապի մատնվելու պատճառ չեն տեսնում, ամեն ինչ արվում է հիվանդության տարածումը կանխելու համար։ Այս պահի դրությամբ մենք բակային համայնքներ ենք իրականացնում այդ տվյալ գյուղում եւ հարակից գյուղերում նաեւ 8 բուժքույրեր 4 խմբերի բաժանված իրենց բժիշկների հետ միասին տուն առ տուն անցնում են տներով յուրաքանչյուր նոր հիվանդ հայտնաբերման դեպքում մենք շատ արագ ձևով կազմակերպենք տեղափոխենք այսօր խորհրդակցության ժամանակ նաև մարզպետի հավելյալ հանձնարարականը եղավ միջոցառումներն ավելի խստացնելու հետ կապված մենք պատրաստ ենք բոլոր հիվանդներին եւ ընդունելու եւ բուժպասարկում իրականացնելու բուժպասարկման հետ կապված բացարձակապես խնդիրներ չունենք։ Եկան միջոցառումներին ամբողջ գյուղը մինչև վերջի անասունը մանր խոշոր Ինչ են արել։ Սրսկել են Սիբիրախտի համար, հետո դիզինֆեկցիային նոր այդ մսից եղել էր խալաջելնիկները, ամանները եւ այլն սեցին, տվեցին, իրանք երեցին, հետո տվեցին նոր աման, չաման, սա դիզինֆեկցիա ենք։ Լամբարյանը վստահեցրեց հիվանդանոցում բոլոր պայմաններն ու հնարավորությունները կան Սիբիրախտով հիվանդներին ոտքի կանգնեցնելու համար։ Սարգիս Գոքորյան, Արտակ Բրուտյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Հանրապետությունում տեղած առաջին ձյունը ինչ խնդիրներ են առաջացել եւ արդյոք կա ցրտահարության վտանգ։ Մարզում կարտոֆիլի բերքահավաքը դեռևս ավարտված չէ։ Սարգիս Գոքորյանն է եղել Լոռու մարզային փրկարարական եւ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչություններում։
Առաջին ձյան մասին տեսանյութը գուցե ուղեկցվեր գեղեցիկ կադրերով, երաժշտությամբ ու գեղեցիկ խոսքերով, բայց երբ դեռ կարտոֆիլի բերքահավաքը չավարտած գյուղացին պատուհանից դուրս է նայում ու տեսնում, որ ցանքատարածությունները ծածկված են ձյան հաստ շերտով, դժվար թե նրան հետաքրքրի տեսանյութի նման ձևը։ Վարորդները ևս անհանգիստ էին ահազանգի ետևից, որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածում, որ Լոռու մարզում անանցանելի ճանապարհներ կան, որոշներն էլ մեջբերում էին Վանաձոր-Երևան ավտոճանապարհ բառակապակցությունը, այսպես Լոռիում արտակարգ դեպքեր բարեբախտաբար չգրանցվեցին, միայն Փամբա-Կալավերդի ավտոճանապարհին ծառեր ընկել ու ճանապարհը դարձրել միակողմանի անցանելի, փրկարարները շտապել են դեպքի վայր ու արագ լուծել խնդիրը, ներկայումս ամեն ինչ կարգին է ողջ մարզում։ Երեկվա տեղացած հետևանքով Լոռու մարզում ներկապային փակ ճանապարհներ չկան, բոլոր ճանապարհները երթևեկելի են, միայն 3 ձյան հետևանքով մի փոքր դժվար անցանելի դարավ ջրաշենի ոլորանները, սակայն ոչ մի խոչընդոտ չկա հիմա։ Ճանապարհները անցանելի են, բայց հիշելու բան վարորդները ունեն, հետևյալն է։ Առաջարկում ենք արդեն անցնել ձմեռային անվադողերին։ Հիմա գյուղատնտեսության մասին, ինչպես արդեն նշվեց, Լոռու մարզում կարտոֆիլի բերքահավաքը դեռևս ավարտված չէ, ինչ է սպասվում, գիտի Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը։ Այսօրվա դրությամբ մարզի վիճակը լավ է, ես կարծում եմ, որ սրտահարություններ չի լինելու, սրանից հետո այս սրտահարությունները, որոնք որ եղել են, ոչ մի վնաս չեն ունեցել մարզում։ Դեռ մի քանի համայնք կան Սպիտակի տարածաշրջանում, Լուսախպուր պարնի, որոնք որ մի քանի հեկտար, մի 10-15 հեկտար մնացել, ընդամենը կարտոշկի բերքահավաքին, դա կհասցնեն, չի ազդել սրտահարությունը մեր ամբողջ մարզում եւ չի սպասվում։ Տեղացած առաջին ձյուն էր, թե սպիտակ պատուհաս յուրաքանչյուրն առանձին դատողություն ունի, մնում է հուսալ, որ սրտահարություն իսկապես չի լինի, եղանակն էլ գնալով ավելի բարենպաստ կդառնա, գոնե աշնան այս շրջանում։ Սարգիս Գոքորյան, Արմեն Շահբազյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Հանրապետությունում այսօր նշվում է գրադարանավարի օրը, ոլորտի աշխատողների հետ է հանդիպել իմ գործընկերը։ Կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես գրադարանավարի օր։ Այդ առթիվ հանրապետության գրեթե բոլոր գրադարաններում կազմակերպվում են օրվան նվիրված միջոցառումներ, վաստակաշատ գրադարանավարներն էլ պարգևատրվում են։ Արդեն ավանդական դարձած հանդիպան վայրը գրադարան ծրագիրն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 5-ին։ Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունը ժամանակակից տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի եւ գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը։ Տոնի առթիվ գրադարանավարները շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին իրենց գործընկերներին։ Բոլոր գրադարանավարներին ցանկանում եմ երջանկություն, մասնագիտական հաջողություններ, ուրախ կյանք, իրենց բնակավարում մեծ առաջխաղացումներ։ Բոլոր կոլեգաներին ցանկանում եմ խինդ ու եռանդ, հոգատարություն եւ նվիրվածություն աշխատանքի մեջ։ Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլև երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի եւ հեղինակի միջև։ Կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ եւ այլն։ Փոքրիկ թվարկում այն ամենից, ինչով զբաղվում են գրադարանավարները ընթերցողներին գիրք տրամադրելուց բացի։ Մոլորակ լրատվականի ստեղծագործական խումբը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Մեկ տեսաշարով ծանոթանանք նաև աշխարհում կատարված իրադարձություններին։ Միջազգային լրահոսն է եթերում։ Հնդկաստանի հյուսիսային Բիհար և Ջարքանդ նահանգներում հանգստյան օրերին կայծակի հարվածից 32 մարդ է զոհվել։ Ըստ լրատվամիջոցների անձրևները և ուժեղ քամին վնասել են մեծ թվով տներ։ Բիհարի Բարվա գյուղում 6 տղա ֆուտբոլ խաղալիս կայծակահարվել և մահացել է, այլ շրջաններում 5 մարդ զոհվել է դաշտում աշխատելիս։ Սուփալ շրջանում կայծակի հարվածից զոհվել է դպրոցի տնօրենը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հունիսին Բիհարում մեկ օրում կայծակի հարվածից զոհվել էր 27 մարդ։ Հավելենք, որ Բիհարում ամռանը եւ աշնանը հաճախ է կայծակ եւ ամպրոպ լինում։
Եգիպտոսում կիրակի օրը վերսկսված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, հայտնում է Reuters-ը։ Զոհեր կան ինչպես իշխանությունից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների, այնպես էլ հակառակորդների ճամբարներում։ Միայն Կահիրեում զոհվել է 40 մարդ։ Եգիպտոսի տարբեր քաղաքներում արձանագրված նույն բախումների հետևանքով տուժել է մոտ 240 մարդ։ Ոստիկանությունը հայտնում է անկարգությունների պատճառով 423 ձերբակալվածի մասին։ Մուսուլման եղբայրներ շարժումը, որ սատարում է Մուհամեդ Մուրսիին, իր կողմնակիցներին կոչ է արել երեքշաբթի օրը նորանոր ակցիաներ կազմակերպել։ Ավելի վաղ Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունը հանդես էր եկել մուսուլման եղբայրներին ուղղված նախազգուշացումներով։ Այս տարվա ընթացքում 23-րդ թայֆունը առաջին հարվածն է հասցրել Չինաստանի հարավ-արևելյան նահանգներին։ Ֆիթհոու թայֆունը նշվել է վտանգի կարմիր աստիճանով, այժմ տեղի է ունենում զանգվածային տարհանում։ Ջրապատնեշները ի զորու չեն դիմակայելու 5 մետրանոց ալիքներին, մինչդեռ օդերևութաբանները առաջիկայում կանխատեսում են 10 մետրի հասնող ալիքներ։ ԶԼՄ-ների փոխանցմամբ տարերային աղետի վտանգի պատճառով Չինաստանի իշխանությունները 417 000 մարդու են տարհանել։ ԱՄՆ-ի հայտնի Ինդիանապոլիս 500 ավտոմրցարշավի տեքսասյան փուլի ժամանակ լուրջ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 14 մարդ, այդ թվում մրցարշավի եռակի հաղթող։ Մայրուղու եզրագծի հատվածում 40-ամյա շոտլանդացու մեքենան բախվել է ճապոնացի մրցարշավորդի մեքենային։ Ուժեղ հարվածից վերջինիս մեքենան օդ է թռել եւ բախվել պատնեշին։ Մրցարշավորդը տեղափոխվել է հիվանդանոց մեջքի եւ ոտքերի վնասվածքներով։ Նրա վիճակը բժիշկները վտանգավոր չեն համարում։ Նրանից բացի տուժել է 13 հանդիսատես, որոնցից 2-ին նույնպես հիվանդանոց են տեղափոխել։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը երկվորյակներ են ունեցել, իսկ այսօր հայտնի են դարձել նաեւ նորածինների անունները։ Փոքրիկներին անվանել են Հարի եւ Ելիզավետա։ Անունները հայտնել է ինքը հայրը 37-ամյա Գալկինը, երբ պատասխանել է երկրպագուներից մեկի շնորհավորանքին Twitter-ում։ Աստղային զույգի կրկնակի ուրախության մասին առաջին իսկ օրերից տեղյակ էին միայն Պուգաչովայի դուստր Քրիստինա Օրբակայտեն, ընտանիքի ընկեր Ալինա Ռեդելը եւ Մաքսիմի եղբայր Դմիտրին։ Մնացածները միայն տոնական ընթրիքին հրավիրվելուց հետո են իմացել։ Երեխաներին կրել է փոխնակ մայրը։ Այս հարցում զույգը հետևել է Ալայի նախկին ամուսնու Ֆիլիպ Կիրկորովի օրինակին, որն արդեն փոխնակ մոշնորհիվ հասցրել է հայր դառնալ։ Հիշեցնենք, 64-ամյա Ալլա Պուգաչովան եւ 37-ամյա Մաքսիմ Գալկինը միասին են ավելի քան 12 տարի։ Վերջում իմանանք նաև սպասվող եղանակի մասին։ Արնա Անտոնյանը արդեն միացել է ինձ։ Բարև Արնա։ Բարև Լիանա։ Եղանակի տեսությունը փոքրիկ դադարից հետո, իսկ մինչ այդ հիշեցնեմ, որ եղանակի տեսության գործընկերն է Մատինյանի Նշխարը, Մատինյանի Նշխար, համեղ է տունդար։ Եղանակի տեսության գործընկերն է Մատինյանի Նշխարը, Մատինյանի Նշխար, համեղ է տունդար։ Մենք դեռ չենք ավարտել։ Հացառել ես։ Հացառել եք։ Հենց հիմա գնում ենք առնելու։ Մատինյանի նշխար հաց, այնքան համեղ, որ դժվար է տեղ հասցնել։ Սիրելի բարեկամ, համոզվիր, որ քեզ չեն խաբում։ Գնիր մեր արտադրած այս նշանով մատնակաշը։ Մատինյանի նշխար, համեղ է, տունդար։ Այժմ ներկայացնենք կանխատեսումները։ Հոկտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն 9-ից 12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան շրջաններում կլինի 1-ից 6 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-ից 4, 9-ի ցերեկը եւ 10-ից 11-ին կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 5, ցերեկը 11 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում
սպասվում է գիշերը 3, ցերեկը 9 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 5, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 1, ցերեկը 5 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 2 աստիճան, ցերեկը 6 աստիճան տաքություն, իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 3, ցերեկը 7 աստիճան տաքություն։ Երևանում հոկտեմբերի 8-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրևին, իսկ 12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում կդիտվի մինչև 14 աստիճան տաքություն լիանա, անկախ եղանակային կանխատեսումներից։ Պահպանեք բարձր տրամադրությունը։ Շնորհակալություն նախախատեսումները ներկայացնելու համար, բարեկամներ, մեր օբյեկտիվից այսօր այսքանը։ Ես եւ իմ գործընկերները ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ մաղթում ամենայն բարիք, ցտեսություն։